Տիկին նախարար նախ մեկ արձանագրում պարգևավճարները հաճախ տրված արդարացվել են, պատճառաբանվել են նրանով, որ կոռուպցիոն դեպքերը բացառվի, սակայն երբեմն ոչ թե հաճախակի մենք տեսնում ենք, որ պաշտոնատար անձիկ այնուամենայնիվ կոռուպցիոն բնույթի գործերով անցնում են եւ ըստ էության այդ տրված պարգևավճարները բաժնի պետերին, վարչության պետերին չեն զսպում քաղաքացուց գումար վերցնել որոշակի գործարքի դիմաց։ Մեկ հարց էլ կապված արդարադատության փոխնախարարների հետ տեղեկություններ են տարածվում, որ դուք ոչ այնքան լավ հարաբերություններ ունեք ձեր տեղակալների հետ, նաև փոխնախարարները միմյանց հետ եւ նախորդ տարեվերջին մի այսպիսի արտահայտություն եք արել ուսանողների շրջանում, որը հասել է մեզ, մասնավորապես ասել եք, որ երբեմն ChatGPT-ին շատ ավելի պիտանի է, քան իմ տեղակալները։ Խնդրում եմ պարզաբանել ինչպիսի հարաբերություններ ունեք ձեր տեղակալների հետ եւ փոխնախարարներ միմյանց հետ։ Շնորհակալ եմ եւ զգացված, որ ձեզ հետաքրքրում են իմ անձնական հարաբերությունները իմ տեղակալների հետ։ Շատ նորմալ հարաբերություններ ունենք մենք բոլորս միմյանց հետ, հիմնված հարգանքի, փոխադարձ հարգանքի վրա եւ նաեւ շատ գնահատում եմ իրենց աշխատանքը եւ շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ հիմնական իրենց համակարգմամբ աշխատանքի գնահատման արդյունքում է նաեւ այդքան քննարկված աշխատավարձերի բարձրացման հարցը դա իրականություն դարձել։ Ուսանողների մոտ չգիտեմ ձեզ ինչ է հասանելի դարձել, ինչ հասանելի չի դարձել, բայց նման արտահայտություն ես չէի կարող օբյեկտիվորեն անել, որովհետեւ նման պատճառ չունեմ։ AI-ի մասին ուսանողների հետ խոսել ենք, ասել ենք, որ որակական առումով որոշ աշխույցը, որոշ աշխատակիցներից ավելի ներկայացուցչական վերլուծություններ արվեն եւ շեշտադրվել է կամ միշտ էլ շեշտադրվում է, դա մեր աշխատանքային քննարկումներում էլ ենք միշտ առանձնացնում, AI գործիքներից օգտվելու հնարավորությունը եւ անհրաժեշտությունը այո 21-րդ դարում։ Պարտադիր չի, որ որոշ օպտիմալություններ դրա միջոցով նաև իրականացվում են, ոչ տեղականները շատ արժեքավոր են եւ շատ սիրելի նախարարի համար։ Արդյոք օգտվելով իրենց էլ շնորհակալություն հայտնենք այն ցուցանիշների համար, որ ես ձեզ ներկայացրի իմ խոսքով։ Եվ մի հարց էլ դուք ասացիք, որ ինչքան էլ պրեմիաները բարձրացնում եք, եւ հա մի բան էլ իրենք շարունակում են պաշտոնավարել դա վերաբերմունքի ամենամեծ ոնց որ ցուցանիշն է տեղակալների նկատմամբ։ Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչու են այսօր էլ դեպքերը բացահայտվում։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր կան դեպքեր, որոնք բացահայտվում են։ Դա նշանակում է, որ ինստիտուտները գործում են եւ ծածկադպրոցներ չեն լինում, ոնց որ օրինակ կարող են լինել առաջ։ Դա նշանակում է, որ այսօր ստեղծված մարմինները սկսել են նորմալ աշխատել ու հայտնաբերել դեպքեր։ Եվ ցավոք սրտի դեպքերը եղել են, կան եւ լինելու են, ոչ միայն մեր երկրում, այլ բոլոր երկրներում, որովհետեւ եթե ինչ-որ մի պաշտոնատար անձի համար չգիտեմ, պայմանական 500,000 դրամ ավել աշխատավարձի հերիք է, մյուսի համար գուցե դա հերիք չի, աչքը ծակ է մարդու, մարդիկ տարբեր են, բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ հայտնաբերվեն, ու շատ կարևոր է, որ այսօր այդ հանցագործության դեպքերը բացահայտվեն, եւ ես շատ ուրախ եմ, ու չեմ հասկանում միշտ թե ինչու է այդ երևույթը բացասական լույսի ներքո ներկայացվում։ Մենք պետք է ուրախանանք, որ այդ դեպքերը այսօր հայտնաբերվում, որովհետեւ այնպիսի երկրում ենք ապրում, որ ծածկադմփոց անելու կարիք չկա։ Ու միշտ էլ շեշտում եմ, որ հեղափոխությունից հետո մի շատ բարձրացան պաշտոնատար անձինք ենթարկվել են քրեական հետապնդման, այսինքն նախարարի կամ փոխնախարարի կարգավիճակներ հիմք չի հանդիսացել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չնախաձեռնվի։ Առաջարկում ուրախանալ այս փաստի հետ կապված։ Շնորհակալություն եւ վերջին հարցը 24-ից մեր մանկին։